Բարև ձեզ, հարգելի բարեկամներ։ Վերջի տարիների ընթացքում Հայաստանում կտրուկ աճել է գիտության ֆինանսավորումը։ Այդ իսկ պատճառով հայտարարվում են բազմաթիվ գրանտային ծրագրեր, որոնցում ներգրավում են մեծ քանակով երիտասարդ գիտնականներ։ Ինչպիսին է ընդհանուր առմամբ ապագայի ռազմավարությունը պայմանավորված այդ գրանտային ծրագրերով եւ դեպի ուր ենք մենք գնում։ Այս հարցերի շուրջ մենք այսօր կզրուցենք ԿԳՄՍ Բարձրագույն կրթության եւ գիտության կոմիտեի նախագահի տեղակալ Արտուր Մովսիսյանի հետ։ Բարև ձեզ, պարոն Մովսիսյան։ Բարև ձեզ։ Շնորհակալություն հրավերն ընդունելու համար։ Ես եմ շնորհակալ։ Պարոն Մովսիսյան, եկեք երևի սկսենք գրանտային ծրագրերից։ Ի վերջո կա բազային ֆինանսավորում, բայց կան նաև բազմաթիվ նոր գրանտեր։ Ընդ որում քանակը այնպիսի մեծ է այժմ, որ մեկ-մեկ նույնիսկ շփոթվում ես, որ ծրագիրը ինչին է վերաբերվում։ Ես կխնդրեի, որ որոշակի դասակարգում դուք ներկայացնեիք, ինչպիսին եք դուք տեսնում այդ գրանտային ծրագրերի տարբեր ուղիները, որ զարգացումը տեղի ունենում, եւ որն է նպատակը հիմնական այդ ծրագրերի իրագործման։ Շատ բարի։ Ինչպես նշեցիք, այո, ֆինանսավորման մի քանի ձև ունենք, 3 ձև ունենք ֆինանսավորման, դա բազային ֆինանսավորումն է, դա նպատակային ֆինանսավորումն է եւ գիտական դրամաշնորհային ֆինանսավորումն է։ Եթե ընդհանուր ֆինանսավորումը գիտության վերջի տարիներին աճել է շուրջ 3 անգամ, ապա գիտական դրամաշնորհային ֆինանսավորումը աճել է շուրջ 6 անգամ։ Հա, երբ 18 թվականի հետ համեմատենք, ընդհանուր ամբողջ դրամաշնորհային ծրագիրը բոլոր գործող դրամաշնորհներով շուրջ 1.5 միլիարդ էր, վերջի տարիներին դա գերազանցում է 9 միլիարդը։ Այսինքն շուրջ 6 անգամ եւ ավել աճ ունենք գիտական դրամաշնորհային ծրագրերում։ Այո, գիտական դրամաշնորհները էապես դարել են վերանայվել են գործող ծրագրերը եւ ներդրվել են նոր դրամաշնորհային ծրագրեր։ Ընդհանուր առմամբ կարելի է ասել, որ կան դրամաշնորհային ծրագրեր, որոնք համակարգաստեղծ են, այսինքն մենք այդ դրամաշնորհային ծրագրերով ապագային միտված նաեւ ուզում ենք մեր ապագա գիտական ճարտարապետությունը ստեղծենք, որոնք կապված են ավելի շատ ստորաբաժանումների հետ, նոր գիտական խմբեր, լաբորատորիաներ ստեղծելու եւ ամրապնդելու հետ կապված, ինչպես նաեւ գիտելիքի փոխանցումը ապավելու համար, օրինակ առաջատար հետազոտություններ եւ այլն։ Եվ կան դրամաշնորհային ծրագրեր, որոնք քիչ այլ նպատակներ ունեն։ Բայց մի բան հստակ է, որ յուրաքանչյուր դրամաշնորհային ծրագրի մեջ, ու վերջի տարիներին մենք դա շատ լուրջ հետևում ենք դրան, հստակ նշված է դրամաշնորհային ծրագիրը ինչ նպատակով է արվում, որից նաև բխում է թե այդ նպատակի հասնելու համար ինչ թիրախներ են ուզում, ինչ վերջնարդյունքներ են ուզում, եթե ընդանուր գերազանցությանը խտանող դրամաշնորհային ծրագիր է, բնական է վերջնարդյունքները պետք են լինել բարձր որակառությամբ գիտական հոդվածներ, համապատասխանաբար Scopus կամ Web of Science գիտատեղեկատվական շտեմարաններում, ընդ որում Q1, Q2 բաների, քառորդներում։ Եթե երկակի նշանակության ծրագրեր է կամ փորձարարական մշակման ծրագրեր է, ապա վերջնարդյունքները պետք է չափվեն տեխնոլոգիաների պատրաստվածության աստիճանով, ոչ թե գիտական հոդվածներով։ Այսինքն յուրաքանչյուր ծրագիր ասպիրանտական եւ ասպիրանտականից սկսած մինչեւ առաջատար հետազոտությունների, դրանք շուրջ 20-ն են տեսակները, յուրաքանչյուրը ունի իր նպատակը եւ շեշտվում է նպատակի դաշտում, նշվում է թե ինչ նպատակով ենք այդ մրցույթը իրականացնում։ Հաջորդ բանը, որ ուղղությունը գիտական դրամաշնորհների, ես էլի բաժանում եմ մի քանի տեսակի ըստ նպատակների, համակարգաստեղծ դրամաշնորհներ, որոնք ունեն նաև մեծ ֆինանսավորում, դրանք են հերավար լաբորատորիաների ստեղծում, ինտեգրման դրամաշնորհներ, գիտական խմբերի ամրապնդման դրամաշնորհներ եւ առաջատար հետազոտությունների դրամաշնորհներ, դրանք, ասում եմ, ավելի շուտ մեր համակարգը ձևավորելու մասին են։ Դրանց զուգահեռ եւ դրանց խտանող եւ դրանց ուժեղացնող դրամաշնորհներ են, օրինակ մասնագիտական վերապատրաստում, փոստդոկների ծրագրեր,
արդյունավետության խնդանում երիտասարդ գիտաշխատողների, տրամաշնորհներ, որոնք վերջնարդյունքները պակաս են, բայց Ես գիտեմ, որ նույնիսկ կին գիտնականների դրամաշնորհներ կան։ Այո, օրինակ կին գիտնականների դրամաշնորհը շատ հետաքրքիր է, ինչի համար ենք դա այդ դրամաշնորհի նպատակը որն է։ Մենք գիտության մեջ ներգրաված գիտաշխատողների 52%-ը կանայք են, մոտավորապես տարբեր տարիների տարբեր է, բայց մոտավորապես այդ ցուցանիշն է 48% սարական սեռի ներկայացուցիչներ են, բայց մեր հետազոտությունները ցույց տվեցին, այսինքն հաշվետվություններից պարզ դառավ, որ բարձր պաշտոններ զբաղեցնելու մեջ այդ ընդամենը 28%-ն են կին գիտնականները, որը մեզ մղեց նաև նրան, որ մենք հատուկ դրամաշնորհային ծրագիր անենք, որտեղ խմբի ղեկավարը պետքա կին լինի, որովհետեւ նույնիսկ դրամաշնորհի մագարտակով խումբ ղեկավարելու հմտություններ ձեռք բերի, որովհետեւ հետագայում այդ բալանսը ապահովի։ Այսինքն դա էլ ունի իր հստակ նպատակը, թե ինչի համար է կարելի։ Հեռավար նպատակը դա է։ Այո, բնականաբար, որովհետեւ խմբի անդամներ որպես կարող են նաև լինել արական սեռի ներկայացուցիչներ, որպես կատարող դրամաշնորհի, բայց հենց բուն նպատակը դա կին առաջնորդներ ձևավորելն է, որոնք հետագայում կզբաղեցնեն լաբորատորիայի վարիշներ, տնօրեն, փոխտնօրեն եւ ղեկավար պաշտոններ կզբաղեցնեն։ Լավ, այդ դեպքում եկեք մի փոքր խոսենք այդ դրամաշնորհային ծրագրերի էքսպերտիզայի մասին։ Այսինքն ակնհայտ է, որ ծրագրերը շատ են, դիմողները շատ են եւ ըստ այդմ պետք է համապատասխան, այսպես ասած, գնահատող մասնագետների բանակ ձևավորվի։ Վերջի տարիների ընթացքում, ինչքան որ ես հասկանում եմ, էական նշանակություն են տրվում միջազգայինորեն ճանաչված գիտաչափական տվյալների վրա, երբ գնահատվում է աշխատանքը, եւ ես կուզենայի, որ դուք մի փոքր լուսաբանեք կոմիտեի կողմից տարվող քաղաքականությունը այդ ամենը ներդրելու համար Հայաստանում, որովհետեւ եթե դա ինչ որ առումով կարելի ասել հեշտ է եւ մատչելի է բնական գիտությունների եւ մաթեմատիկայի ոլորտում, էական դժվարություններ ոնց որ թե առաջանում են հումանիտար ոլորտում։ Այդ ուղղությամբ ինչ աշխատանքներ եւ ինչ տրամաբանությամբ է զարգանում այդ քաղաքականությունը։ Շատ լավ, փորձեմ էլի մի փոքր նախապատմությունով ասել, էլի վերջի 5 տարիների շրջափուլում մենք ընդլայնեցինք եւ ներդրեցինք նոր ծրագրեր, բնականաբար նաև կատարելագործեցինք փորձաքննության համակարգը, որը կար։ Պարզապես փորձեցինք արդեն ժամանակին համահունչ եւ այդ դրամաշնորհներին համահունչ փորձաքննություն կազմակերպել։ Եվ մեր հիմնական քաղաքականությունը գնում էր նրան, որ փորձաքննությունը հնարավորինս անել անաչառ եւ ներգրավելով արտասահմանյան գործընկերների տվյալ ոլորտի մասնագետների, ամբողջ աշխարհում է փորձաքննությունը այդպես արվում, լինի դա գիտական հոդվածների տպագրություն, լինի դա միջազգային դրամաշնորհներ, փորձեցինք գնալ այդ ճանապարհով։ Եվ գիտեք երևի վերջի այս տարին տունվեց արդեն գիտության ոլորտի զարգացման 26-30 թվականի ռազմավարությունը, որի մեջ էլ ավելի մեծ ներդրումներ եւ ֆինանսավորման աճ է նախատեսվում, որը նաեւ իր հետ բերելու է նրան, որ մենք կատարելագործելու ենք նաեւ եւ դրամաշնորհային ծրագրերը, այսինքն համահունչ ենք սարքելու բոլոր դրամաշնորհները ռազմավարությանը։ Բացի դրանից մենք նաեւ կատարելագործելու ենք փորձաքննության համակարգը, որը նույնպես գրված է ռազմավարության մեջ։ Եվ էլի հեծանիվ չենք հորինելու, ընդունելու ենք, վերցնելու ենք, փորձելու ենք կիրառել աշխարհի լավագույն փորձը, որ այդ ոլորտում կա։ Ամեն դեպքում միևնույն գիտնականների գնահատում պետք է լինի, ամեն դեպքում ոլորտի մասնագետների գնահատական պետք է լինի, բայց կան նաև որոշակի օժանդակող գործոններ, որոնք որ ժամանակը նաև թելադրում է, որ դրանք պետք է ներդրվեն։ Օրինակներ բերեմ, եթե հիմա դրամաշնորհային ծրագիրը յուրաքանչյուր հայտ գնահատումը երկու փորձագետի կողմից եւ արդյունքում միջինացված գնահատականը լինում է գիտական փորձաքննության գնահատական, կարող են լինել տարբերակներ 3 փորձագետի, կարող են լինել տարբերակներ երկկողմանի կույր, այսինքն ոչ փորձագետն է
գիտի ով է հայտը եւ ոչ էլ հայտատուն գիտի ով է փորձագետը։ Կարող են լինել ներդրվել, որի ուղղությամբ մենք հաստատ աշխատանք անելու են, այսպես կոչված consensus report-ներ կոչեցյալը, երբ որ կլինի նաև մի հատ փորձագետ, որը որ կգրի կոնսենսուսային կարծիք հիմնվելով երկու փորձագետի հիման վրա, որ չստացվի, որ հայտատուն տեսնի, որ մի փորձագետը գրել է այս մի բանը լավ է, այն մյուսը գրել է այս մի բանը վատ է եւ այն մարդը չգիտի արդյունքում լավ է թե վատ է։ Հա, այդ կոնսենսուսային ռիպորտը ինչու՞ չէ նաև հնարավոր է օգտագործել ժամանակակից դարում արհեստական բանականությունն է մտել մեր կյանք եւ արհեստական բանականությունը որպես գործիք, որպես օժանդակ գործիք։ Սա ուզում եմ շեշտել, որ ինքը միշտ լինելու է օժանդակ գործիք, որպես ներդնել նաև փորձաքննության մեջ, այսինքն օգնող լինի փորձագետներին կամ հանձնաժողովի անդամներին։ Այսինքն մենք այստեղ նույնպես ունենք փոխելու, կատարելագործելու տեղ, որը անընդհատ process է։ Այո։ Շատ բարի։ Պարոն Մովսյան, ինչ քաղաքականություն է տարվում երիտասարդներին ներգրավելու համար այդ գրանտային ծրագրերում, որովհետև վերջի տարիների ընթացքում, ինչպես ես նշեցի, բավականաչափ զգալի աճել է երիտասարդների դերը եւ շատ փայլուն, պայծառ մագիստրոսներ, ասպիրանտներ, որոշ դեպքերում նաև բակալավրի բարձր կուրսի ուսանողներ ներգրավում են տարբեր գիտական ծրագրերում եւ ակտիվորեն աշխատում են։ Իսկ դա շատ կարևոր է ապագայի համար։ Ինչպիսին է քաղաքականությունը, որ ներգրավման աստիճանը աճի։ Այո, ճիշտ եք, վերջի տարիներին էլի վերլուծությունները ցույց են տալիս, որ մենք վերջապես կարողացել ենք կանգնեցնել գիտնականների թվի անկումը եւ վերջի 3 տարիների ընթացքում արդեն 4 նաեւ ունենք որոշակի աճ դեռ քիչ չկոհացնող, բայց ունենք որոշակի աճ գիտնականների թվի։ Բնական է, որ աճը հիմնականում երիտասարդների մասով է, երիտասարդների մուտքն է մեծ եղել, բայց նաև շատ կարևոր է, որ նույնպես վերլուծությունները նայելով, երբ որ մենք համեմատում ենք պայմանական 19 եւ 24 թվականի կամ 20 եւ 25 թվականի ցուցանիշները, մենք տեսնում ենք, որ ոչ միայն երիտասարդների մուտքն է շատացել, այդ երիտասարդները, որոնք մտել են պայմանական 20 թվականին, դեռ շարունակում են 25 թվականին մնալ գիտության մեջ, որը պակաս կարևոր չի, հա, որովհետև մենք հիմնականում միշտ ունեցել ենք բոլոր ժամանակներում մեր անկախության տարիներին երիտասարդների մուտք ունեցել ենք, պարզապես այդ երիտասարդներին չենք կարողացել պահել գիտության մեջ։ Այսինքն մեր այս վերջի 5 տարվա միջակայքով, երբ որ համեմատություններ ենք անում, մենք տեսնում ենք, որ այդ թիվը նույնպես աճել է, որը մեզ հույս է ներշնչում, որ մենք կարողացել ենք այդ երիտասարդներին պահել գիտության մեջ։ Իսկ երիտասարդներին պահելու համար եւ ոլորտը գրավիչ դարձնելու համար, այո, մի շարք գործողություններ են պետք անել եւ հիմա ընդունված է, որ առաջի տեղում դնում են ֆինանսավորումը, բայց ամենևին էլ ֆինանսավորումը չի միայն կարևոր երիտասարդներին պահելու համար, կարևոր բան է, բայց ամենակարևորներից չի։ Նախ եւ առաջ ֆինանսավորումը բարձրացրել ենք երիտասարդների մոտքի եւ դրամաշնորհներում ներգրավվածության հնարավորությունն ենք մեծացրել, ոնց ենք դա արել, դա օրինակ մեր յուրաքանչյուր դրամաշնորհում պարտադիր պայման ունենք, որ առնվազն 2 երիտասարդ ներգրավի, որոշ դրամաշնորհներում նույնիսկ ընթացքում եւս 2 երիտասարդներ ավելացնելու հնարավորություն։ Առաջատար, հերավար լաբորատորիաներ, ամրապնդման եւ այլ մի քանի մրցույթներում ունենք։ Դա մեկ հնարավորություն ենք ստեղծել, որ երիտասարդները լրացուցիչ, եթե գիտությամբ են զբաղվում, լրացուցիչ ֆինանսավորում ունենան։ Բայց պակաս կարևոր չի նաև ենթակառուցվածքների ստեղծումը։ Ընդ որում ենթակառուցվածքները նույնպես երկու բաղադրություն ունեն, հա։ Մեկ բուն ենթակառուցվածքներ կահույք, ռեմոնտ եւ այլն, վերանորոգում եւ այլն, թե ինչ պայմաններում սարքավորումների, բայց այո, ավելի կարևոր են նաեւ գիտական սարքավորումների մասը, որտեղ երիտասարդների համար այդ երկուսն էլ կարևոր են։
իրանք որբիսի կարողանան ժամանակին համահունչ եւ մրցունակ գիտություն անել, իրանք պետք է նաեւ ունենան լավագույն սարքավորումները, որ կարողանան մրցակցել աշխարհի հետ։ Դրա համար մենք զուգահեռ եւ ենթակառուցվածքների ծրագրեր ենք անում խոշոր սարքավորումներով վերազինման, եւ մեր դրամաշնորներում ունենք նաեւ որոշակի գումար նախատեսած, որոնք որ աշխատանքային պայմանները բարելավելուն կարող են ուղղել, այսինքն այդ երիտասարդները կարողանան մի քիչ վերանորոգված սենյակներում ապրեն եւ աշխատեն եւ տարբերվեն այն աշխատանքի կոմֆորտի հարցն է, այո, որը պետք է ապահովել պարտադիր կերպ։ Հաջորդ կարևոր բաներից երիտասարդների համար դա գործուղումներն են, միջազգային փորձի փոխանակումներն են, հա? Եվ մենք դրա համար ենք նաև ներդրել ծրագրեր վերապատրաստման, որոնք 2 ամսից մինչև 1 տարի ժամանակով աշխարհի լավագույն կենտրոններում կարող են գնալ մեր երիտասարդները վերապատրաստվել, պահպանելով տեղի աշխատավարձը, պաշտոնը, դրամաշներում արկայությունը Բացի դրանից մենք նաև վերապատրաստման ծրագրով վճարում ենք իրանց, որը նշանակում է, որ այն ընդունող կողմին, որ աշխարհի մեր լավագույն գիտական կենտրոնները կարող է լինել, լրացուցիչ ֆինանսական բեռ չի լինում։ Այդ պարագայում կարող ենք մենք ընտրել տեղը։ Այո։ Հա, այդ հնարավորությունն էլ ենք տվել ու մենք հիմա շատ երիտասարդներ ունենք, որոնց մենք այդ ծրագրի ֆիդբեքները երբ որ ստանում ենք, մենք տեսնում ենք երիտասարդներ, որոնց կյանքում է բան փոխվել։ Գիտական նոր ուղղություն են ներդրել, գիտական նոր մեթոդ են ներդրել, գիտական նոր սարքավորման վրա աշխատանքի փորձ են բերել եւ այդ սարքավորումն էլ արդեն Հայաստանում կա, դրա վրա կիրառել են։ Այսինքն դրանք նույնպես կարևոր գործոններ են, որոնք որ երիտասարդին ոլորտը ավելի գրավիչ են դարձնում։ Բայց այո, այդտեղ պետք է անընդհատ շարունակական աշխատանք տանենք, որովհետև ես էլի հաճախ կրկնում եմ, որ դա գրեթե միակ պորտալարն է, որով որ սնվում է գիտությունը, դա երիտասարդներն են, ասպիրանտներն են, հայցորդներն են, ու հայցորդական համակարգը դեռ չկա, բայց այդ որովհետև մի բան էլ կարևոր շեշտեմ, որ երիտասարդների մուտքը ինչով է նաև կարևոր, որովհետև մեր ցավոք սրտի պետք է ասեմ, մենք սերանդափոխության խնդիր ունենք, մեր գիտնականների տարիքային պաշտման մեջ կենսաթոշակի տարիք եւ բարձր գիտնականների թիվը շուրջ 30% է, որը ահագին շեղված է նորմալ բաշխումից տարիքային եւ մենք շատ պետք է շտաբենք, որ քանի դեռ մեր վաստակաշատ գիտնականները կան, երիտասարդներ կողերը լինեն, որովհետեւ այդ գիտելիքի փոխանցումը, knowledge transfer-ը նույնպես կարողանան կապահովել։ Դա երևի նախ եւ առաջ պայմանավորված է միջին սերունդի։ Իհարկե։ Հիմնականում ես կարող եմ ասել իմ։ Այո, 90-ականների այդ 70-ից 75-6 թվականները այդ սերունդը փաստորեն ամենածանր ժամանակահատվածում էր բնակվում Հայաստանում եւ շատ տաղանդավոր տղաներ աղջիկներ թողեցին գնացին։ Ուսումա մինչև 80-ականների սկիզբ ծնվածների մասին դա իմ համար դա լրիվ հասկանալի է, որովհետեւ ես տեսնում եմ ուղղակի այդ ամենը։ Բայց այդ ամենի հետ մեկտեղ իրոք ինչ որ շատ լուրջ օպտիմիզմի տեղ կա, որովհետեւ իրոք տեսնում ենք, որ կա շարունակական այդ ծրագիրը։ Ես մի փոքր կուզենայի նաև հետևյալ հարցի շուրջ մենք զրուցեինք։ Բացի զուտ գիտականից կոմիտեն փորձում է նաև իրագործել ծրագրեր, որոնք հետագայում ելք կունենան դեպի արդյունաբերություն։ Այդ ուղղությունը երևի ամենապրոբլեմատիկն է, որովհետև գիտատար տնտեսություն ստեղծելը դա առանձին մշակույթ է եւ տարիներ է պահանջում։ Խորհրդային Միության օրոք կային ինստիտուտներ, որոնք զբաղվում էին այդպիսի խնդիրներով, բայց նրանք նախ եւ առաջ հիմնականում կապված էին այսպես կոչված կենտրոնական, հիմնականում Մոսկվայում, Պետերբուրգում գտնվող ինստիտուտների հետ եւ երկար տարիների ընթացքում նրանք մշակումներ էին անում, որոնք հետո փորձում էին կիրառել կոնկրետ այս կամ այն այսպես ասած արդյունաբերական խնդիրներ լուծելու ուղղությամբ։ Ինչպիսին է քաղաքականությունը կոմիտեի այդ ուղղությամբ։ Խնդրում եմ մի փոքր դրա մասին։ Տեսեք, ոնց որ մենք ռազմավարական նպատակների հերթականությամբ գնանք, որովհետև առաջին նպատակը եթե դա
գիտության գերազանցություններ, այսինքն մաքուր գիտություն, որի վերջնարդյունքները պետք է լինեն հոդվածներ եւ բարձր որակավորմամբ կադրեր պատրաստելը, այո, պակաս կարևոր չի նաեւ եւ մեր ռազմավարության հատուկ կետ է տնտեսության հետ համագործակցություն եւ գիտություն տնտեսություն կապ ապահովելը։ Շատ ճիշտ նշեցիք, որ գիտատար տնտեսությունը դա միգուցե եւ մեր մոդագա տարիների հիմնական կորզն է լինելու, որ մեր այդ տնտեսության ճարտարապետությունը փոխենք այնպես, որ դրա մեջ գերակշռող մասերն են այն ստարտափները, այն ֆիրմաները, որոնք որ գիտատար են, R&D-ով զբաղվող խմբեր ունեն իրենց մեջ։ Ինչ է անում պետությունը այդ ուղղությամբ, մենք հիմա էլ ունենք ծրագրեր եւ դրան միտված քայլեր, բայց էապես ավելի մեծանալու է կառավարությունը ողջերել է արդեն եւ գործողություններ ոչ միայն գիտության մասով, այլ եւ էկոնոմիկայի եւ բարձր տեխնոլոգիաների արդյունաբերության մասով, որովհետեւ այդ վերջնանպատակին հասնենք։ Գործողություններից մենք հեշտերի բան նշեմ, դա իրավական դաշտն է։ Այսինքն նախ եւ առաջ պետք է իրավական դաշտը հարմար լինի դրան, նախ բիզնեսի պաշտպանվածություն, համալսարաններից եւ գիտական կազմակերպություններից սպին-օֆների ծնման հնարավորություն եւ այլն, հա, մենք այդ մասը օրինակ մտավոր սեփականության պաշտպանություն, դրանք քայլեր են, որոնք որ կարգավորումներ պետք է լինեն, որի արդյունքում ձևավորվի այդ համակարգը։ Երկրորդ պետությունը պետք է տարատեսակ աջակցության ծրագրեր ունենա։ Օրինակ մենք հիմա ունենք ծրագիր համատեղ էկոնոմիկայի, ՊՏԱ-ի, ֆինանսների նախարարության եւ ԿԳՄՍՆ-ի համատեղ ջանքերով ունենք ծրագիր, որի արդյունքում մենք հարգային արտոնություն են ստանում են կազմակերպությունները մասնավոր, որոնք որ իրենց մեջ ունեն հետազոտությունների եւ մշակումների մաս, այսինքն R&D-ի կոմպոնենտ ունեն։ Եթե իրենք որակվում են որպես R&D անող, ստանում են համապատասխան հարգային արտոնություններ։ Սա մի մեխանիզմ է, որ պետությունը խրախուսում է իր տնտեսության մեջ այն կազմակերպություններին, այն ընկերություններին, որոնք զբաղվում են գիտությամբ։ Կարող են լինել տարատեսակ դրամաշնորային ծրագրեր, որոնք միտված են հենց մասնավորի հետ անելու։ Մենք հիմա էլ ունենք փորձարարական մշակումների դրամաշնոր, որի ֆինանսավորման 85%-ը տալիս է պետությունը, 15%-ը ներդնում է մասնավոր ընկերությունը եւ արդյունքները տնօրինում են իրար հետ երկուսով իրենց համատեղ պայմանավորվածության համաձայն։ Այդ ծրագրերը պետք է ընդլայնել։ Երկակի նշանակության ծրագիր ունենք, որը մենք իրականացնում ենք մեր ռազմարտունաբերության համալիրի ընկերությունների հետ, այդ ծրագրերը նույնպես պետք է եւ վերանայենք փիլիսոփայություն եւ ընդլայնենք, հա, այդ ծավալները մեծացնենք։ Մենք նույն ռազմավարության մեջ էլ նաեւ նշած ունենք, մենք պետքա խրախուսենք եւ այդ մշակույթը մտցնենք, տվյալ դեպքում երևի գրեթե 0-ից սկսենք, որ մասնավոր ընկերությունները նույնպես միջազգային գիտատեղեկատվական շտեմարաններում տպագրության համար խրախուսումներ ստանան։ Այսինքն, որբիսի իրենք նույնպես R&D-ի այդ կարևորությունը եւ համն ու հոդը զգան, հա, որբիսի մտնեն դրա մեջ այն խաղի կանոններով, ինչ աշխարհում են։ Այո։ Որովհետեւ շատ դեպքերում իրենք իրոք R&D են անում, նույնիսկ իրենք չիմանալով, որ ճիշտ մեթոդներն են կիրառում, թե ոչ, հա, որոշ դեպքեր ունենք դա։ Այսինքն տարատեսակ բաներ կան, գործողություններ կան, որոնք որ մենք պետք է անենք մոդագա տարիներին, որպեսզի կարողանանք տնտեսության մեջ մաքսիմալ ներդրումը ունենանք գիտության։ Շատ կարևոր կոմպոնենտ է դա պետության պատվերի ձևավորումը եւ պետության պատվերի պատվիրակումը, հա, որը նույնպես մաքուր տնտեսության ուղղված բան է։ Տվյալ դեպքում միգուցե մասնավոր ընկերությունները չեն, այլ պետական գերատեսչություններն են, բայց գիտնականները պետք է նաեւ կարողանան պետական գերատեսչությունների կարիքները հոգան, պետական գերատեսչությունների համար գիտական հետազոտություններ եւ փորձարարական մշակումներ անեն եւ կիրառեն մաքուր գերատեսչության կարիքները լուծելու համար։
Այսինքն այդ ուղղությամբ նույնպես ունենք որոշակի քայլեր արած, բայց դրանք սաղմնային են դեռ եւ մենք կատարելագործելու եւ զարգացնելու մեծ հեռանկար ունենք։ Եվ այդ ամբողջ իրագործելու համար նախ եւ առաջ պետք է ունենանք գիտնականների թվի առնվազն կրկնապատկում, որը նույնպես ռազմավարությամբ տրված է եւ հույս ունենք, որ ես համոզված եմ, որ այն ճանապարհը, որը գծվել է, օրինակ ակադեմիական քաղաքում ունենալով այդ գիտատեխնոլոգիական միջավայրը, մենք նաև կուժեղացնենք տնտեսության այդ կապը եւ կուժեղացնենք մեր գիտական պոտենցիալը, որը կարողանա տնտեսությանը հարիր աշխատանքներ անել եւ տնտեսությանը իրական օգուտներ բերել, որովհետեւ դրանք մի քիչ այլ բաներ են, դրանց համար մի քիչ այլ կարգավորումներ են նաեւ պետք, օրինակ ինկուբատորների համակարգներ, ակսելերատորների համակարգեր, technology transfer կենտրոն, հա, այսինքն մաքուր գիտությունը պետք է տեխնոլոգիաները ստեղծի, տեխնոլոգիաները որոշակի ճանապարհ անցնելուց հետո պետք է մտնեն տնտեսություն, բայց շատ դեպքերում մեր խնդիրը կայանում է նրանում, որ այդ ամբողջ ճանապարհը գիտնականի վրա ենք թողում եւ ոչ բոլոր գիտնականներն են, որ կարողանում են տեխնոլոգիան շուկա տանել։ Որ ժամանակին, երբ ես երիտասարդ էի, շատ հաճախ այդ վեճը ծագում էր, երբ գալիս էին ասում էին, դե գիտեք, եթե գաղափար ունեք, օրինակ ինչ որ մի սարքի, դե ուսումնասիրեք շուկան եւ տեսեք, որտեղ կարող եք այդ սարքը կոպիտ ասած վաճառել։ Եվ ես միշտ ասում եմ, որ դա մեր գործը չի։ Դա նույն բանն է, որ ես շուկայի մասնագետին գնամ ասեմ, դու գիտես այս շուկայում որ կարելի է այսպիսի սարքը վաճառել, դե գնա մտածի տես ոնց է այդ սարքը ստեղծում։ Յուրաքանչյուր մարդ պետք է իր գործով զբաղվի եւ այդ դեպքում կարելի։ Այսինքն մի ամբողջ համակարգի ձևավորում է պետք իրականացնել, որը բանենք։ Շատ շնորհակալ եմ հետաքրքիր զրույցի համար, պարոն Մովսյան, եւ ես սրտանց հաջողություն եմ մաղթում ձեր աշխատանքներին։ Մեր աշխատանքներին, մեր աշխատանքներին, անչափ շնորհակալ եմ։